մինչև բացը։ Դանիելի մարգարեության 8-րդ գլուխը հասանք, անցած անգամ 7-ը վերջացրեցինք, երկու մասով։ Այս անգամ 8-րդ գլուխն ենք կարդալու, ամբողջությամբ կարդամ, մի անգամով փորձենք սերտենք ամբողջ 8-րդ գլուխը։ Ու արդեն անցնենք մեր մեկնությանը։ Բաղդասար թագավորի իշխանության 3-րդ տարում մի տեսիլք երևաց ինձ, Դանիելիս, նախկինում ինձ երևացից հետո։ Եվ տեսիլքում տեսա և եղավ, որ տեսնելիս Էլամի գավառում գտնվող Շուշան մայրաքաղաքում էի, և տեսիլքում տեսա, որ Ուլա գետի մոտ էի։ Ապա աչքերս բարձրացրեցի ու տեսա, և ահա գետի մոտ մի խոյ կար կանգնած, որ 2 եղջյուր ուներ, և այդ եղջյուրները բարձր էին մեկը մյուսից։ Եվ այն, որ բարձր էր, հետո դուրս եկավ։ Տեսա խոյն առաջանում էր դեպի արևմուտք և դեպի հյուսիս ու դեպի հարավ, ու ոչ մի գազան չէր կանգնում նրա առաջ, ու նրա ձեռքից ազատող չկար, այլ իր ցանկացածն էր անում ու հզորացավ։ Եվ երբ մտածում էի, ահա արևմուտքից մի քոշ եկավ ամբողջ երկրի վրայով ու գետնին չէր դիպչում, և քոշն իր աչքերի միջև մի երևելի եղջյուր ուներ։ Եվ հասավ 2 եղջյուր ունեցող խոյին, որին տեսել էի գետի եզրին կանգնած, և իր զորության կարողությամբ նրա վրա խոյացավ։ Եվ տեսա նրան, որ հասավ խոյին ու բարկությամբ նրա վրա գնալով խոյին հարվածեց ու նրա 2 եղջյուրները խորտակեց։ Իսկ խոյը ուժ չուներ նրան դիմադրելու, այլ նրան գետնին գցեց ու կոխոտեց, և մեկը չկար, որ խոյին ազատեր նրա ձեռքից։ Եվ քոշը մեծապես հզորացավ ու հենց որ ուժեղացավ, նրա մեծ եղջյուրը կտրվեց, և նրա տեղը 4 երևելիներ դուրս եկան դեպի երկնքի 4 կողմերը։ Նրանցից մեկից մի փոքր եղջյուր դուրս եկավ, և նա չափազանց մեծացավ դեպի հարավ ու դեպի արևելք և դեպի հաճելի երկիրը, և մեծացավ մինչև երկնքի զորքը, և այն զորքից ու աստղերից ոմանց գետնին գցեց և կոխոտեց դրանք։ Հիրավի իրեն մինչև զորած իշխանը բարձրացրեց, և նրանով ամենօրյա զոհը վերացվեց, և նրա սրբարանի տեղը կործանվեց, և ամբարշտության պատճառով մի զորք տրվեց նրան ամենօրյա զոհի դեմ, և նա ճշմարտությունը գետնարեց։ Նա այդ բաները կատարեց ու հաջողվեց։ Ապա լսեցի մի սրբի, որ խոսում էր, և մի ուրիշ սուրբ այդ խոսողին ասաց. «Մինչև ե՞րբ է տեսիլքը լինելու, որ վերաբերվում է ամենօրյա զոհերին ու ավերող պղծությանը, և սրբարանը և զորքը ոտնակոխ լինելուն պիտի տրվեն»։ Եվ նա ինձ ասաց. «Մինչև 2300 երեկո և առավոտ, հետո սրբարանը պիտի մաքրվի»։ Եվ եղավ, երբ ես Դանիելս տեսիլքը տեսա, այն ժամանակ հասկացություն էի որոնում, ու մարդու տեսքով մեկը առջևս կանգնեց։ Եվ Ուլա գետի միջից մի մարդու ձայն լսեցի, և նա կանչեց ու ասաց. «Ով Գաբրիել, հասկացրու դրան տեսիլքը»։ Նա կանգնած տեղիս մոտեցավ, և երբ եկավ, վախեցա ու ընկա երեսիս վրա։ Նա ինձ ասաց. «Հասկացիր, մարդու որդի, որ վերջին ժամանակի մասին է տեսիլքը»։ Մինչև խոսում էր ինձ հետ, խոր քնի մեջ ընկա, երեսնիվայր ընկա, բայց նա ինձ դիպավ և ինձ ոտքի կանգնեցրեց, և ասաց. «Ահա ցույց կտամ քեզ, թե ինչ է լինելու բարկության վերջում, որովհետև վերջը սահմանված ժամանակում է լինելու։ Այն խոյը, որ տեսար, 2 եղջյուր ուներ, նա մարած ու պարսից թագավորներն է, և այն քոշը հունած թագավորն է, նրա աչքերի միջև եղող մեծ եղջյուրը առաջին թագավորն է։ Երբ այն կտրվեց, տեղը 4-ը դուրս եկավ, 4 թագավորություններ են դուրս գալու ազգից, բայց ոչ իր զորությամբ։ Եվ նրանց թագավորության վերջում, երբ ամբարիշտները իրենց դրումին հասնեն, մի կատաղի տեսքով ու մութ առեղծվածները հասկացող թագավոր է բարձրանալու, և նրա իշխանությունը հզոր է լինելու, սակայն ոչ իր զորությամբ, և ահավոր ավերներ է գործելու, ու հաջողելու է ու բարգավաճելու, ու կործանելու է հզորներին ու սուրբ ժողովրդին։ Իր խորամանկությամբ նույնիսկ խաբեությունը բարգավաճելու է նրա ձեռքում, իր սրտում մեծամտանալու է և խաղաղությամբ շատերին կործանելու է։ Նաև իշխանած իշխանի դեմ է բարձրանալու, բայց առանց ձեռքի կոտրվելու է։ Եվ երեկոյի ու առավոտվա տեսիլքը, որ ասվեց, ճշմարիտ է, ուստի տեսիլքը փակիր, որովհետև շատ օրեր հետո է լինելու»։ Եվ ես Դանիելս ուշաթափվեցի ու հիվանդ էի մի քանի օր, այնուհետև վեր կացա և թագավորի գործը կատարեցի։
Ապշանքի մեջ էի տեսիլքի պատճառով, բայց չկար մեկը, որ այն հասկանար։ Ահա Տիրոջ խոսքը։ Ուրեմն մենք 8-րդ գլուխը ունենք որպես 7-ի շարունակություն։ Եթե ուշադիր եղաք, այստեղ ասում է նախկինում, հա, ինձ երևացած տեսիլքից հետո եղավ սա։ Բայց մինչև համար ուսումնասիրելը կարճ, հա, անդրադառնանք այսպես թռչնի հայացքից, երկրորդ գլուխը, եթե հիշում եք Դանիելի, երկրորդ գլուխը իր 4 մետաղներից կազմված արձանով ներկայացնում էր պատմությունը Բաբելոնի կայսրությունից համ մինչև Աստծո թագավորության հաստատումը։ Ու եւ որ բոլոր արդեն ազգերն ու ժողովուրդները պիտի ճանաչեին նրան։ Ու գրքի մեջ մեկ էլ 7-րդ գլուխն էր խոսում այսպես ընդհանրական կերպով։ Ու իրականում միայն 7-րդ գլուխն է այդքան լայն տեսարան, հա, մեր համար ապահովում պատմության առումով, հա, այդքան ծավալվում է այս ամեն ինչի հետ կապված, այդ թագավորությունների հետ կապված միայն 7-րդ գլուխը։ 8-րդ գլուխը մեր ընթերցած տեսիլքի, այդ նույն տեսիլքի միայն մի նեղ շրջանակին է վերաբերվում։ Ինքը նույն տեսիլքի մասին է խոսում, բայց այդտեղ ասում են մանրամասներ, որոնք որ այնտեղ չէին ասել։ Այսինքն այնտեղ մեծ պատկերներ, այստեղ այդ պատկերի մեջ վերցրած է կոնկրետ մի ժամանակաշրջան, ու այդ ժամանակաշրջանը պատմական, այսպես sense հայացքով ավելի մոտեցրած, որ դու տեսնես մանրամասները ինչա տեղի ունեն։ Ու այստեղ միայն 2 կենդանիներ են հայտնվում փաստորեն, 4-ի փոխարեն։ Տեսիլքի տեղը Շուշան քաղաքն է, 5 տականի ընթերցողների համար շատ հայտնի, հա, քաղաք, որ Նեմիայում է հայտնվում, այս անունը Եստերում է հայտնվում։ Իրականում Եստերի համարի ամբողջ գիրքը այդ քաղաքի շուրջ է, հա, ծավալվում։ Ու ինքը Էլամի ասում մայրաքաղաքն է, որը հետո դառնում է պարսկական, հա, կայսրության կարևոր քաղաքներից մեկը։ Դե Եստերի գիրքը իրականում հենց պարսկական ժամանակաշրջանն է։ Ու թեև տեսիլքը ստեղ մեր մոտ 8-րդ գլխում տեղի ունենում Բաբելոնի կայսրության ժամանակ, Բաբելոնը ընդհանրապես չի հիշատակվում։ Ոնց որ Մարգարեն արդեն անցել է այդ ժամանակաշրջանի վրայով, հիմա արդեն դրանից եկող հաջորդն ու դրան հաջորդողն է ուսումնասիրվում։ Այստեղ մի հատ էլ հետաքրքիր բան տեսանք, որ երկրորդ գլուխ 38-ից հետո էսի առաջին անգամ է, որ խորհրդանիշները հստակ բացատրվում են, այլ sense բան չկա։ Մենք մեր համար ոնց որ sense հեշտացրած բան ունենք, որ թե դրանից առաջ պետք է ինչ-որ փաստարկներ բերենք, թե խենք մտածում 3-րդ 4 թագավորությունը որն է, չէ։ Հիմա դրա կարիքը չկա, հստակ ասվում է, թե որ թագավորությունների մասն է խոսում այս կենդանիների խորհրդապատկերները։ Հիմա եթե թույլ տանք, որ գիրքը ինքը իրեն բացատրի, հետևաբար չի կարելի ասել, որ հեղինակը սխալվել է պատմության մեջ, կարծելով, թե առանձին մարական ու պարսկական կայսրություն է գոյություն ունեցել, ինչպես պնդում են որոշ մեկնիչներ։ Եթե կհիշեք, մենք խոսացել ենք դրա մասին, որ երկրորդ գլուխը ուսումնասիրում ենք, մենք ասացինք տեսակետների մեջ, որ մարդիկ կան, մեկնիչներ կան, մտածում են երկրորդ, երրորդ կայսրությունները առանձին ասում են պարսկական ու մարական կայսրություն։ Եթե տեսնենք այդ ձևով, կստացվի, որ այստեղ հեղինակը սխալվել է, որտեղ ինքը մի կենդանու վրայի երջում է կարագրում իրաց որպես։ Այսինքն մեր մեկնությունը այստեղով էլ է հաստատվում, որ ինքը ոչ թե առանձին կայսրություններ են, այլ մի մանրապարսկական կայսրություն։ Իսկ այս առանձին եղջյուրները առանձին թագավորներն են, որոնք երբ որ հստակ նշվում են, մենք սա տեսնում ենք։ Դանիելը ապրում է Բաբելոնի, հա, տեսնում, այսինքն այս տեսիլքը Բաբելոնի ժամանակաշրջանում, տեսավ մանրապարսկական շրջանը ու հունական շրջանը։ Հունաստանից այն կողմ առաջ չի անցնում այս գլուխը։ Տեսնում ենք այնտեղ համարձակ մի իշխան հունական կայսրությունից եկող, որը հակառակվում էր իշխանների իշխանին ու խորհրդավոր կերպով կտրվում էր։ Չի ասում ոնց, ինչ, բայց գիտենք, որ ինքը կտրվում է վերջում, իր գործունեությունը դադարում։ Ու ստեղ հայտնությունը կանգ առավ։ Խորհրդավոր կետում է կանգ առնում։ Ու թեև խոսում է վերջի ժամանակի մասին, այստեղ հիմնական թեման սրբարանի վերականգնումն է, եթե ուշադիր եղեք, սրբարանի մասին է խոսում։ Ոչ թե Աստծո թագավորության հաստատումը կամ դարերի վերջնական դիմի բերումը, դրա մասին չի խոսքը վերջ ասվածը։ Ու այս բաժանված կայսրության մի մասից դուրս է գալիս փաստորեն մի հատ իշխան, այսօր պատմությանը շատ ենք խփում դրանով, որովհետև իրականում մեր համար այս ամեն ինչը արդեն պատմություն է։
ու դուրս է գալիս մեծ իշխան, որ շատ դաժան է ու ինքը իրականում ազդեցություն ուներ տաճարի, հա, այդ ամեն ինչի հետ կապված, որ հիմա այստեղ կարդացինք, որ հասնենք այդտեղ կխոսենք իր մասին։ Խոյի ու հա քոշ, այսինքն այծ, խոյի ու այծի մասին է տեսիլքը։ Խոյը այն երկու կոտոշները, որ sense պտտված պատկացիք, չէ։ Այծը էլի երկու կոտոշով նման են իրանք շատ իրար։ Sense երկու կարճ սուր կոտոշներ, բայց իրանը պտտված չի։ Քարայծը էլի sense ու այդ քարայծը շատ արագ է իրականում։ Իր համար չկա այդպես բան, օրինակ, էսի դժվար տեղանքամ ագրցելու համար։ Ուրեմն այս երկուսի մասին է խոսքը գնում, այդտեղ հա վերնակին այդպես շատ ավելացնելու բաներ չկա, հենց ինքը ասում է խոյի ու քոշի տեսիլքը։ Ուրեմն եթե այս ընդհանրականից անցնենք ավելի մանրամասն ուսումնասիրենք, առաջին համարը նայենք Բաղդասարի թագավորության 3-րդ տարում է տեղի ունենում այս ամեն ինչը, որը մոտարապես 550-549 թվականն է մեր թվարկությունից առաջ։ Սենց բաները ասելուց պետքա, ես գիտեմ, որ շատ պատմիչներ ինչ-որ հստակ հա պնդում են, բայց իմ խորհուրդն է, որ ավելի սենց մի քիչ բաց թողենք, մի 2-3 տարի ազատ թողենք, որովհետև սենց բաները շատ դժվար է հստակ ասես, շատ հին է պատմությունը, հա, ու հիմա կարող եմ մեկնիչ գտնեք, ասի 552, ես ասում 550-549, իմ կյանքը չեմ տա այս ճշմարտության համար հաստատ էլի։ Գիտենք, որ Բաղդասարներ, էսի այն ժամանակները, որ արդեն Կյուրոսը բարձրանում էր, մոտավորապես 550-549 թվականներ։ Ու ինքը կարևոր ժամանակաշրջան էր, կարևոր տարի էր, որտեղ եթե այս տարին ճիշտ եմ ես ասում, այս տարին Կյուրոսը ապստամբում է մարական թագավորի դեմ։ Ինքը իրականում 200 ուներ, հա, մարերի կողմից էր, ծնողների, պարսիկների։ Դա համար ինքը կարողանում միավորել այդ կայսրությունը։ Ապստամբում է իր թագավորի դեմ ու հիմք է դնում մանրապարսկական միացյալ պետությանը։ Իրանք շատ ուժեղ են, մեզել են իրանք իշխել երկար ժամանակաշրջան։ Ու այս ինչի համար եմ նշում, շատ կարևոր է։ Այս մարդը ում աջ ձեռքը բռնել է տերը, հիշում եք Եսայի 45-ում Կյուրոսի մասին ինչ է ասում, որ ինքը արդեն իր աջ ձեռքը բռնել է, այսինքն ինքը հակամա իրականացնում Աստծո կամքը։ Ու այստեղ ունենք արտահայտություն նախկինում ինձ երևացից հետո կամ առաջին տեսիլքից հետո։ Այս պատահական չի, ավելորդ արտահայտություն չի, որտեղ ցույց է տալիս, որ տեսիլքը ուղիղ կապ ունի 7-րդ գլխի տեսիլքի հետ։ Առաջինից հետո, ոնց որ մաս 2-ն է տեսիլքի, սենց ասած։ Ու ես տեսա արտահայտությունն էլ կրկնում է երկրորդում, տեսեք, երկրորդը բացվում է սենց ես տեսա, բայց առաջինում էլ էր, չէ՞ ասել։ Ինքը շարունակական կրկնություն է ու ցույց է տալիս, որ այս տեսնողը, այսինքն Դանիելը, իր գիտակցությունը ներգրաված է։ Ինքը քնած չի կամ ինչ-որ չի գտնվում նենց վիճակում, որ իր ուղեղը անջատված է։ Ինքը գիտակցում է, որ ինքը տեսիլք է տեսնում։ Նկատում է իր աշխարհագրական միջավայրը, հստակ նշում է որտեղ է այս տեսիլքում ինքը։ Ու վերջում տեսնում է տեսիլքի պատկերը արդեն։ Շուշան մայրաքաղաքը կամ ամրոցը այն վայրներ, որտեղ ինքը իրեն տեսնում է։ Սենց բան կա, ոնց որ երկու տեսակետ կա, ինքը կամ տեսիլքում է տեսնում Շուշան մայրաքաղաքում իրան, կամ ինքը ֆիզիկապես գտնվելով Շուշան մայրաքաղաքում տեսնում է տեսիլքը։ Սրանք տարբեր են։ Ինքը սենց ասած առաջնային, հա, ոնց որ նշանակություն չունի, բայց ավելի շատ վերջին համարների ժամանակ ես այդ տեսակետը ավելի կպնդեմ, իմ կարծիքով ինքը տեսիլքում է տեսնում, որ ինքը Շուշան մայրաքաղաքում է։ Բայց հա, մեկնիչներ կան, որ ասում են ինքը ընդեղ է ֆիզիկապես ու տենց էր տեսնում տեսիլք։ Ուղղակի եբրայերենը մի քիչ ինքը անորոշ է, երկու ձև էլ կարաս կարդաս։ Ուլա գետն էլ, որ հիշատակվում է, այդ գետի վրա կառուցված էր Շուշանը, հիշում եք, հա, երբ որ այսինքն հիմա էլ է այդպես ջուրը կարևոր ինքը աղբյուր է, չէ՞, որ մայրաքաղաք է կառուցում, միշտ նայում էին, որ ջրի մոտակայքում լինի, որտեղ երբ որ ասենք, չգիտեմ, բանի մեջ էլ լինեն, իրանք բլոկադայի մեջ էլ լինեն, չէ՞, այնտեղ իրանք արդեն առանձին ոնց որ կյանք կարան պահեն, ինչքան պետք լինի։ Ուրեմն խոյին է տեսնում ստեղ, հա, Շուշանն է երևում, ուլա գետը ու գետին, ոնց որ պատկասեք կենթանին գալիս է ջուր խմելու, ինքը սա տեսնում է։ Ու խոյը գալիս է ու ինքը միանգամից ուշադրությունը դարձնում է իր տեսքից հենց իր եղջյուրների։ Ինչի համար,
Մենք կարդացել ենք, մեր անցած ծերտողությունների ժամանակ, հիմա չենք կարդա այդ հատվածները, որ ժամանակը ուղղակի կրճատենք։ Դրանք իշխանության խորհրդանիշ են, կարճ ասած։ Եղջյուրը Աստվածաշնչի մեջ իշխանություն է խորհրդանշում։ Եզեկիել 34-ում, 39-ում, Երեմիա 51-ում, Զաքարիա 10-ում շատ են սենց համարները, որտեղ որ եղջյուրը նկարագրվում է որպես ուժի խորհրդանիշ։ Ու ըստ բացատրության 20-րդ համարում չէ որ բացատրող ունենք մենք ստեղ։ Այս երկու եղջյուրները Մարաստանի ու Պարսկաստանի թագավորներն են։ Ավելի մեծ եղջյուրը ներկայացնում է Պարսկաստանը, ինչի համար, որտեղ արդեն ինքը գերիշխում էր Մարաստանի վրա, ինքը ոնց որ երկուսով էին, բայց ինքը ավելի առաջնայնություն ուներ։ Ու այստեղ խոսում է չի ասում, որ մեծ եղջյուր, այսինքն Կյուրոսինի նկատի ունի, որովհետև իր նվաճումները նման էին խոյի, որ sense արագ, հա, համ արագ էր ինքը, համ խոցում էր բոլորին, ոնց որ պինդ կոտոշներով էր։ Արագ էր կարողանում նվաճել, հզոր էր ու շատ մեծ տարածքներ նվաճեց Փոքր Ասիայում, հա, Արևմուտքում ու այդքանից հետո մտավ մի հատ էլ Բաբելոն։ Դրա համար ինքը շատ մեծ, հա, այսպես ասած կերպար էր, դրա համար ներկայացվում է որպես մեծ եղջյուր։ Ու հեղինակը նշում է նաև իր ինքնավստահությունը ու ինքնահավանություն, ասում է անում էր ինչ որ կամենում էր։ Պատկերացնում եք, ինքը թագավոր էր ու ամեն թագավորի համար չես կարող ասես պատմության մեջ, որ ինքը անում է ինչ որ կամենում է։ Մարդիկ թագավորները կախվածել են լինում մեկը մյուսից, չէ՞, մարդը տենց չէր փաստորեն։ Ու ստացվում է, այս 3-4 համարերում մի ամբողջ 200 տարվա պատմություն սենց կարճ նկարագրված է։ Ու այս արևելքից եկող խոյը հանդիպում է արևմուտքից եկող այծին։ Մի այծ է տեսնում արևմուտքից եկող, որ ուժեղ է ու այնքան ուժեղ է, որ ինքը արագությամբ հաղթում է իրան։ Ու էլի այստեղ իրանք ուժի ու ոնց որ իշխանավորի խորհրդապատկերներ են այս կենթանիները։ Եթե կարդանք Եսայի 14:9, այնտեղ կտեսնեք երկրի այծեր սենց արտահայտություն կա, բայց շատերը երևի չեք գտնի ձեր թարգմանության մեջ այդպես արտահայտություն Եսայի 14:9-ում։ Բնագրի մեջ է տենց գրած, բայց երբ որ կարդում ենք թարգմանությունները, շատ թարգմանություններ առաջնորդ բառն են այդտեղ գրում։ Պատկերացրեք հիմա ես գրում եմ գիրք, մեկը թարգմանում է, եթե ես գրել եմ օրինակ մատերի արանքով վա վերաբերվում ես մեկը, ինքը հետի բառացի հոչի թարգմանելու, չէ։ Ինքը գրելու է, որ այս ինչ մարդը անլուրջ է վերաբերվում այս ինչ բանի։ Հիմա երբ որ գրվում է, օրինակ, որ Աստված դատաստան անելու երկրի այծերի միջև, պարզ է, որ այնտեղ եթե կոնտեքստը, հա, խոսում է իշխանավորների առածբխտությունների մասին, ու տենց արտահայտություն արվում, թարգմանիչները հասկանում են ինչի մասն է խոսքը ու միանգամից խոսում են առաջնորդների մասին։ Ու այստեղ էլ բնականաբար մենք տեսնում ենք, որ այս խորհրդապատկերները առաջնորդների մասին են։ Ու այս կայսրության արագությունն ու տարածումը համապատասխանում են մենակ մի հոգու կարող համապատասխանի հունական, հա, եթե ժամանակից եք խոսում, դա Ալեքսանդր Մակեդոնացին է։ Ու նրա մեծ եղջյուրը ջարդում է խոյի երկու եղջյուրներին։ Բայց հետո տեսնում ենք, որ այծի եղջյուրն էլ է կոտրվում։ Ու եղջյուրների կոտրվելն են, բնականաբար քաղաքական ուժը փխրվեց կամ փխրուներ կամ ավերվեց ներսից կամ դրսից։ Հա, եթե այս անալոգիան հասկանում ենք, պատկերները հեշտ է արդեն նույնականացնելը։ Ու երբ որ ուժի գագաթնակետին էր ասում, այդ ժամանակ կոտրվեց։ Եվ մենք գիտենք, որ իր ամենածաղկուն տարիքում 33 տարեկանում ինքը արդեն աշխարհը գրավել էր համարյա։ Ու այդ ժամանակ ինքը մահանում է, Մակեդոնացու մասնախոսքը։ Ու տեսիլքը այստեղ շարունակվում է ցույց տալով, որ կոտրված եղջյուրի փոխարեն դուրս է գալիս 4 նոր եղջյուր։ Մինչև 8-րդ համարը եթե նայենք։ Դրանք ներկայացնում են 4 թագավորների, հա, որոնք բաժանում են իրենց նախորդից ժառանգած կայսրությունը։ Ու թեև այս թագավորները կարևոր են, մենք կարանք ասենք, ես ունեմ իրաց անունները, խնդիր չի, բայց ստեղ ինչի ասում։ Ստեղ չի ասում, որովհետև իրենք պարզապես սենց ոնց որ իրենք կարևոր են, բայց Դանիելը ուղղակի նշում է, որ սենց բան է լինելու ու անցնում է առաջ։ Իր նպատակը սա չի, ինքը պատմության դաս չի, սենց կարճ գլխում շատ երկար պերիոդ է նկարագրված, հա, ժամանակաշրջան։ Բայց իր նպատակը, քանի որ գիտենք ինչն է, մենք հասկանում ենք, ինքը այսքան սեղմ ձևով ներկայացնում։ Իդեպ նայեք, պետք է ուշադիրներ, որ Դանիելը տեսնում է Բաբելոնի ժամանակահատվածում, բայց ստեղ արդեն ինքը հեսա կտեսնենք մինչև Քրիստոսից առաջ 164 թիվը տեսնում է։
ու այնքան մենք սրա մասին էլի ենք խոսացել, այնքան մանրակրկիտ է ինքը տեսնում, ու այնքան լավ են համապատասխանում այս ամեն ինչը պատմական փաստերի հետ, որ լիբերալ աստվածաբանները ասում են, որ այս հատվածները հետո այդ ժամանակում ապրողները ավելացրել են Դանիելի գրքի մեջ իր անունի տակ, այսինքն մարդը եթե չի հավատում աստվածային հայտնությանը ու հրաշքին, իր համար անհասկանալի է, ոնց կարող ասես հստակ մարդը ինչքան մոտ 400 տարվա, հա, այսպես բանով ասի, թե ինչա տեղի ունենալու։ Ու 9-ից 14-րդ համաներում ունենք փոքր եղջյուրի մասին զրույցը։ Այժմ այս իշխանության ավելի մեծ իշխանության միջև պայքարը վերածվում է արդեն Աստծո ու իշխանության միջև դիմադրության։ Սկզբից ունեինք այս երկու կենդանիները, հա, գետի մոտ պայքարում են իրար հետ։ Մեկը մեկից պարտվեց, հետո այդ հաղթողի հետ տեսանք ինչ եղավ, ու հաղթողը արդեն տեսնում ենք ինչեր է անում։ Ու այս իշխանավորի աննշան սկզբնավորումը հստակ ցույց է տալու։ Ինքը ասում է, որ շատ ինքը փոքր սկիզբ ուներ։ Ու փաստորեն ստացվում է ինքը շատ բաներ վերցնում իր վրա։ Սակայն կարողանում է ինքը նվաճումներ անել, նենց չի, որ իր մոտ չի ստացվում։ Ու մեծանում, ասում է, այն մեծացավ 10-րդ համարը։ Ու այս ես հավատում եմ, որ այս այն մեծացավ արտահայտության մեջ հեղինակը որոշակի sense արհամարանք է արտահայտում։ Ինքը ասում է, ինքը փոքր է, իր վրա շատ բան վերցրեց, բայց հետո մեծացավ, ոնց որ պատկերացրեցիք, չէ՞, մենք էլ մեր լեզվի մեջ ունենք տենց այո, ինքը շատ մեծացավ։ Ու մեծանում է ու գնում է դեպի ուր, եթե բառացի նայենք, հա, արամերենը եբրայերեն, իրանք կարող է պայտակ ասեմ եբրայերեն, այս արամերեն հատվածը հեսա վերջանալու է, ու արդեն եբրայերենն է սկսում։ Բայց իրանք միևնույն է քույր լեզուները։ Ինքը գեղեցկություն է նշանակում։ Բայց մենք գիտենք համատեքստից սա ինչ իմաստն է։ Պաղեստինի մասին է, Աբրահամին խոստացված երկրի մասին է, հա, խոսքը դեպի կամ թարգմանությունները ասում են հաճելի երկիր է, կամ դեպի գեղեցկությունը։ Այս արտահայտությունը ամբողջությամբ նաև ինչի ուղղակի ասեմ, եթե կարամ մի հատ պնդում անեմ 11:41-ում տեսեք ինչ կա։ Հենց նույն գրքի մեջ եւ փառավոր երկիրը պիտի մտնի, էլի նույն արտահայտությունն է, ու շատ երկրներ պիտի ընկնեն, բայց սրանք պիտի ազատվեն նրա ձեռքից, Եդոմն ու Մովաբը Ամոնի որդիների գլխավոր մասը։ Երկրներից է խոսում, ասում է, որ ինքը Երուսաղեմ է մտնելու, այսինքն Հրեաստան է մտնելու։ Խոսքը խոստացված երկրի մասին է։ Այս գեղեցկությունը կամ հաճելի երկիրը։ Ու նման պատկեր նաև Երեմիայում ունենք Եզեկիելում։ Սրանք են մարգարեներն են, ովքեր խոսացել են գերության ժամանակ կամ դրանից առաջ գերության ժամանակի մասին։ Ու ինչ է ստացվում, որ Աստծո այդ խոստման երկիրը չէր կարող սիրուն չլիներ կամ գեղեցիկ չլիներ այն մարդկանց համար, ովքեր գերության մեջ են։ Պատկերացնում եք, այս մարդիկ ինչ կարոտով են հիշում իրաց երկիրը։ Դա մասնաց տերմիններ օգտագործում են։ Ու նաև այո, հարգանքից ելնելով, որտեղ ինքը Աստծո խոստացված երկիրներ։ Ու մեծանում է, ինքը շարունակում է բացի թագավորներ, ասում մեծացավ մինչև երկինք 10-րդ համարը, մինչև երկնքի զորքը։ Ու այս երկնքի զորքը մենք շատ ենք էլի խոսացել սրա մասին, աստղերն են, երկնքի զորքը աստղերն են։ Ու դրանք հաճախ դարձել էին այո Իսրայելի կռապաշտության առարկան։ Օրինակ Սոֆոնիայի մարգարեության 1:5-ում այնտեղ հստակ ասում է Երեմիայի 8:2-ում, որ իրենք գնում են ու պաշտում են երկրորդ օրինացումի հստակ զգուշացում, որ եթե սենց լինի, եթե դուք գնաք կողքի ազգերի պես աստղերին պաշտեք, ինչ կլինի ձեր հետ։ Ու ինչ է ստացվում, ստեղ էլ է սենց հետաքրքիր համեմատություն է, թեև ժողովրդի Աստվածը զորքերի տերն էր, իրանք գնացել էին, պաշտում էին այդ զորքերին, բայց Աստված մենք գիտենք Եսայի 40:26-ից ասում է, չէ, աստղերին իրաց անուններով ականջ։ Այսինքն պատկերացնում եք, ստեղ էլ կա մի տեսակ ոնց որ սենց հեղինակը ոնց փաստար կանի հրեաների դեմ, այսինքն դուք ձեր տերը զորքերի Աստվածն է, դուք գնացել եք այդ զորքերին եք պաշտում։ Ու այս փոքր եղջյուրը ձգտում է հասնել աստղերին, փաստորեն երբ որ դա ինքը փորձում է հասնել աստղերին, պահանջում է դրանով Աստծուն հավասարվել։ Սա հետ է նշանակում։ Ու նման ամբիցիաներ ունեցել են նաև ավելի վաղ թագավորներ։ Եթե հիշում եք Եսայի 14-ը ինչ գլուխ է, այնտեղ խոսում է Բաբելոնի թագավորի դատապարտության մասին։ Ասում է ինքդ ասում էիր քո սրտում, երկին կելնեմ, իմ գահը կդնեմ Աստծո աստղերից էլ վեր։ Կնստեմ աստվածների ժողովի լեռան վրա հյուսիսային ծայրամասում։ Տեսեք, այսինքն
գահը աստղերից վերև դնելը, հա, այդ աստղերին փորձել հասնելը, դեպի վերեկին ձգտելը, ինքը ապստամբություն Աստծո դեր։ Ու ուստեղ էս իշխանը, որ շատերը սատանային են տեսնում, հա, այստեղ ես կոնկրետ հատվածով եմ գրում, այդտեղ Բաբելոնի թագավորի, հա, դեմ չեմ, բայց այդտեղ Բաբելոնի թագավորի մասն է խոսում։ Դեմ չեմ, իրականում դեմ չեմ, որ կարող մեկը տենց բան ասի։ Ու մենք տենում ենք, որ թագավորները իրանք տենց միտում ունեն, չէ, որ իրանք փորձում են իրանք աստվածացնել, ձգտել ինչ-որ մեծ բաների։ Գնում էին աշխարհը գրավելու ու մի քանի բան իրանք մոտ շատ էր ստացվում, իրանք արդեն թվում էր, որ վերջ ծովը ծնկներից է։ Ու աստղերը, բայց մենք տեսնում ենք նաև Սուրբ գրքի մեջ էլի իմաստ, երկրորդական իմաստով կարող են նշանակել նաև երկրային թագավորներն էլ։ Ու ինչի համար տեսեք Եսայի 24-21-ում ասում է այն օրը բարձունքներում Տերը կհատուցի բարձունքների զորքերին, իսկ երկրի վրա երկրի թագավորներ։ Սա ասում ենք քրեական պարալելիզմ, հա, այդ զուգահեռային մոտեցումը։ Ինքը երկու բան է ասում, բայց ինքը նույն բանն է ասում։ Հա, կամ չէ որ սաղմոսներում ես այս բան ունեն, դու մեր մեղքերը կներես, մեր անօրենությունները չես հիշի։ Այդ երկու տողները նույն բանն է նշանակում։ Այս պատճառով տեսեք, աստղերի մի մասը կարող են լինել մրցակից թագավորներ, այս է տարբերակը, որոնք որ ծանր պարտություն կրեցին այս նոր բարձրացած իշխանից։ Հələ չենք ասում ով այս իշխանը, հետո արդեն ավելի մանրամասն կնայենք ով այս իշխանը։ Չնայած մեկը կարող է ասել, բայց էլի կարանք ավելի խորացնենք այս աստղերի գաղափարը, չէ՞ որ աստղերը տարբեր հատվածներում կարող նաև հրեշտակներ նշանակեն։ Այո, համաձայն եմ, բայց չի խանգարվում ես, որտեղ մենք Դանիելի հետագա գլուխներից տեսնելու ենք, որ իրականում հրեշտակները կանգնած են կոնկրետ թագավորությունների հետևը։ Ու երբ որ թագավորները ինչ-որ գործողություն են անում, մենք տեսնում ենք, հա, ինչ-որ, չգիտեմ, բարի կամ չար հրեշտակային ազդեցություն։ Ու 11-րդ համար ասում է այն մեծացավ նույնիսկ մինչև զորքի իշխանը։ Այստեղ պատկերացնում եք, չէ՞, ասենց այս գրխում աճող սենց հպարտության տենդենց կա։ 8-4-ը նայեք մեծացավ, 8-ը շատ մեծացավ։ Ու վերջում հպարտությունը հասնում է արդեն գագաթնակետին, հակառակվում արդեն զորքերի իշխանի, աստղերի թագավորին, արարչին։ Ու այս ապստամբությունը դրսևորվում է ոնց, այս ապստամբությունը դրսևորվում է տաճարի դեմ գործողություններով, սրբապիղծ հարձակումով։ Նման են բանի, որ երբևէ արել էր Նաբուկոդոնոսորը։ Ամենօրյա զոհաբերությունները իրանով վերցվում են, այսինքն առավոտյան ու երեկոյան զոհաբերությունները։ Այս առավոտ ու երեկոն, հիմա կխոսենք սրա մասին, Ելից 29-րդ գլխում ոնց որ հաստատվել էր, հա, զոհաբերական համակարգը։ Պաստորն այս մի հատ արտահայտությամբ ինքը ամբողջ զոհաբերական համակարգին է հղումանում։ Դա դադարեցվում է պաստորեն այս իշխանի պատճառով։ Ու նրա սրբարանի տեղը կործանվեց 11-ի մեջ ասվում է։ Ու զորք կամ բանակ է տրվում այս եղջյուրին շարունակական զոհաբերությունների դեմ գործելու համար։ Ու դա տեղի է ունենում ինչի համար, Աստծո ժողովրդի մեղքերի պատճառով։ Այս ամենի ընթացքում ճշմարտությունը, այսինքն կարելի է ենթադրել, չէ՞ որ Աստծո ճշմարտության մասն է խոսքը։ Ճշմարտությունը գցվում է գետնին, ինչպես մենք ենք ասում, չէ՞, գետնով տալ, sense արտահայտել, հենց այդ միտքն է, հա, գետնով է տրվում Աստծո ճշմարտությունը այդ ժամանակ։ Ու եղջյուրը չի դադարում այս ամեն ինչով, ինքը շարունակում է իր ծրագրերը ու հաջողություն է ունենում։ Տեսիլքի մեջ, երբ որ մարգարեն այս ամեն ինչը տեսնում է, պատկերացնում եք, չէ՞, ինքը հրյա էր իր համար սրբարանը դուրս տեղ էր գրավում, հայ սուրբ վայր էր։ Ու ինքը այս ամեն ինչը տեսնում է։ Ու երբ որ նայում է, իր առաջ երկու սուրբ էակների է տեսնում։ Հա, թե հիշում եք Դանիելի 4-ի 11 էլի խոսացել եք սրա մասին, հա, հրեշտակների է տեսնում, որ իրեն մեջ խոսում են, ու ինքը լսում է այդ զրույցը։ Ու իրանք չեն հարցնում ինչի է դա տեղի ունենում։ Եթե ասեին ինչի է դա տեղի ունենում, ոնց որ մի տեսակ կասկածի տակ կդնեին, չէ՞, Աստծո արդար կառավարումը։ Իրանք ուրիշ բան են հարցնում, իրանք ասում են մինչև երբ է դա տեղի ունենում։ Մինչև երբ։ Այսի ոնց որ Աստծո ժողովրդի մոդել կա, չէ՞, ճիշտ հայտնության մեջ էլ ենք մենք տեսնում 6-րդ գլխում կոնկրետ, հա, որ այդ մինչև երբ Աստծուն սիրողները երբ որ տեսնում են,
այս անկյալ կարգավիճակը մինչև մեր վերջնական փրկագնումը, իրանց ոնց որ ներսը կա այդ ճիշտ չէ, մինչև երբ էլի։ Ու այս հարցը ենթադրում է, որ Աստված սահմանափակել է, շատ կարևոր հարց է։ Ինքը ենթադրում է, որ Աստված սահմանափակել է չարի այս հաղթանակի ժամանակը։ Երբ որ ասում եմ մինչև երբ դու գիտես, որ ինչքան էլ լինի գոնե հաստատ վերջը կա, այդ մի բանը հաստատ է, մինչև երբ։ Ու այս համարը ամփոփում է նախորդ այս նկարագրությունը տաճարի, հա, այդ ավերածությունների, բայց մի բան էլ ավելացնում, որ ոչ միայն սրբարանը, ժողովուրդն էլ է կողքրտվելու։ Ու պատասխանը այդ մինչև երբին տրվում է սենց։ Մինչև 2300 երեկո եւ առավոտ, ապա սրբարանը կվերականգնվի։ Հին թարգմանությունները ասում են, տես թարգմանություններ կան, ասում են նրան ասած, բայց եբրայերենում նաև հնարավոր է լինի ինձ ասած, օրինակ իմ մոտ տենց է գրած, ինձ ասած։ Ինչով է սա կարևոր, ստացվում է, որ մարգարեն էլ է նույն հարցը տալիս։ Եթե ասում է ինձ ասած, նշանակում է, երբ որ ինքը այս բանը տեսնում է, ինչն էլ է այդ հրեշտակի հետ նույն հարցը տալիս։ Բնական է, որ ասի նրան ասած, ոնց որ տեքստի հետ պատմության, ոնց որ երրորդ դեմքով պատմելուց բնական է, որ ասի նրան ասած։ Բայց այս ձևով էլ հետաքրքիր տեսեք ինչ է ստացվում, որ ինքը տեսնելուց այդ նույն հարցն է տալիս։ Ու այս թիվը 2300-ը կապված է երեկոյան ու առավոտյան զոհաբերությունների հետ։ Ինչի համար եմ սա ասում, տեսեք, վերև հիշում եք, որ ասինք զոհաբերություններից էր խոսում, հիմա կանրադառնանք։ Արդեն հասել ենք այդ հատվածին ու տեսեք, մինչև 2300 երեկո եւ առավոտ։ Ինչ է 2300 երեկո առավոտ, 2300 երեկո եւ առավոտ։ Ու մեկնաբանների մեծ մասը կոնկրետ համաձայն են, որ սա դրա բացատրությունն, այսինքն ինքը զոհաբերական համակարգի մասին է խոսում։ Առավոտյան կար զոհաբերություն ու երեկոյան կար զոհաբերություն։ Ինչ է ստացվում, որ մի օրվա մեջ երկու զոհաբերություն կար։ Ստացվում էր, որ եթե մենք բաժանենք այս 2300-ը 2-ի, մի օրվա մեջ երկու զոհաբերություն, կստանանք մոտավորապես 1150 օր, ու այս թիվն էլ համապատասխանում է նրան, որի ընթացքում այս սրբարանը պղծված կլիներ։ Տենց մնալու է։ Դրանից հետո սրբարանը պետքա վերականգնվի։ Ու մենք արդեն ստեղ տեսնում ենք 15-րդ համարից տեսիլքի մեկնաբանն է մեջ գալիս արդեն։ Ու Դանիելը ոնց որ sense գավ գիտակցության, հա, ոնց որ կարծես վերջանում է տեսիլքը 15-ը, որ կարդակ, տեսեք ինչ տպավորություն արին։ Ու հետո էլի է, մի անգամից հայտնում է տեսիլքային իրավիճակում ու իր առջև տեսնում է մարդու նման մի կերպար։ Մի ձայն դիմում է Գաբրիել որպես նրան դիմում է որպես Գաբրիել, բայց տեսեք ինչ է նշանակում Գաբրիել։ Գաբրիել նշանակում է, որ Աստված ցույց է տվել իր զորությունը։ Այս էլ շատ հետաքրքիր է։ Երբ որ ինքը տեսնում է այս ավերածությունները, հետո տեսնում է մի հատ ձայն, որ դիմում է որպես Գաբրիել, այսինքն այս ամեն ինչ որ դու տեսնում ես, Աստված ցույց կտա իր զորությունը։ Սենց պատկերացրեք։ Չէ՞ որ Աստծո միջամտության մասին ենք կարդալու։ Ու Դանիելը հետաքրքիր է իր հրեշտակային անունների հիշատակմամբ։ Սենց բան մեկ էլ, հա, անկանոն գրքերից Ենովք ունի, որ կոնկրետ հրեշտակային անուններ է տալիս, այնտեղ ավելի շատ է։ Բայց այս բանը դա այդքան էլ առաջնային չի։ Ուրեմն Գաբրիելի մոտենալուց Դանիելը վախից փաստորեն ընկնում է գետնի։ Սենց բան մենք ունենք նաև Եզեկիելի մեջ էլ, չէ՞։ Շատ են նմանությունները մարգարեների հետ։ Ինքը իզոլացված գիրք չի, առանձին չի Դանիելի մարգարեությունը, ինքը մնացած մարգարեների հետ գնում է։ Ու մարդու որդի դիմելաձևը, որով որ Գաբրիելը դիմում է Դանիելին, ընդգծում է իր մարդկային բնույթը, հակառակ աստվածային, ու մի հատ էլ է կապ ստեղծում Եզեկիելի մարգարեի, չէ՞, այնտեղ էլի կար, շատ ենք մենք խոսացել սրա մասին, անցած անգամ մասնավորապես, որ ասում է անդադ դիմում է մարդու որդին։ Ու ասում է, որ տեսիլքը վերջի ժամանակի համար է։ Ու այս արտահայտությունը շատ կարևոր է հասկանալ։ Ինքը իմ առաջարկը այն է, որ այս համատեքստում հասկանանք ինչ է նշանակում վերջի ժամանակի համարը։ Պարտադիր չի նշանակի ինքը բոլոր ժամանակների վերջը, երբ որ կարդում ենք վերջի ժամանակը, պարտադիր չի մտածենք, որ ինքը վերջ, այսինքն պատմության ամփոփումն է։ Ինքը կարող վերաբերվի այն հարցին, ու ես ավելի հակված եմ դրան, որ ինքը հենց վերաբերվում է այն հարցին, որը տրվել էր Դանիելի 8:13 մտքի բնական հոսքը համատեքստի մեջ, այդ է մեզ ասում։ Ու
Տեսեք, մի հատ օրինակ է Եզեկիելի 7-ում 2-3 համաներում ինքը վերջ բառը օգտագործում է մեջ բերելով Ամոսի 8-ը ու այդտեղ խոսում է այլի վերջի մասին բայց տեսեք ինչ հաստատում Իսրայելի հյուսիսային թագավորության համար այդ վերջը եղավ ասորական նվաճումն ու գերությունը ոչ թե աշխարհի վերջը աշխարհը շարունակվեց ու Հուդայի համար էլ այդ վերջ ասված է եղավ Երուսաղեմի կործանումը Բաբելոնի կողմից էլի ոչ թե աշխարհի վերջը եղավ Այս նմանատիպ դեպքերում մարգարեական օգտագործմանը պետքա շատ ուշադրենք, մեզ պետքա համատեքստը թելադի ինչա նշանակում այս վերջը։ Ինքը կարող նշանակի աստվածային դատաստանի միջամտություն։ Այն դեպքը, երբ որ Աստված արդեն գալիս է ինչ-որ բան ընդհատում է, չի թողում որ իր ժողովրդին ինչ-որ վատ բան լինի։ Ու նույն իմաստը ես կասեի ըստեղ է 8-րդ գլխում է ու իրան ցույցատրվում բարկության վերջը։ Այս բարկությունը ինչի համար էր եկել, հրյաների մեղքերի պատճառով էր եկել ու այդ բարկության վերջը ցույց է տրվում իրան։ Ու Աստծո դատաստանի վճիռը վերջում պիտի հասնի նրանց, ովքեր ապստամբում են իր դեմ ու չեն ապաշխարում։ Արդեն այս Երջուրի մասին է խոսքը։ Ու այստեղ հարցը հետևյալն էր, փաստորեն, ինչքան ժամանակ Աստված թույլ կտա, որ իր սրբարանը ոտնակոխ լինի։ Հենց այդ հարցին է պատասխանում։ Ու Դանիելը կարող էր վստահ լինել, որ վերջի համար նշված ժամանակ կա։ Ինքը ամեն դետալ չէր հասկանում, ստեղից էլ այնպես տեսնում, բայց գիտեր, որ վերջի համար հաստատ ժամանակ կա։ Ու 20-ից 22-րդ համաներում մենք տեսնում ենք կենդանիները հստակ նույնականացում են։ Սա շատ հետաքրքիր է։ Էլի եմ ասում, ես շատ կարևոր է հիշելը։ Ինքը բաբելոնյան ժամանակահատվածում է գտնվում։ Բայց ստեղ ասում է, որ խոյը մարապարսկական թագավորությունն է։ Իսկ այսն էլ հունական։ Ինչ Հունաստան, ընդհանրապես Դանիելի համար, ինչ Մարապարսկաստան։ Ինքը չգիտի այդ ամեն ինչը։ Ու իր համար դա խորտ է։ Մոտավորապես 400 տարվա տարածություն է իրանք բաժանում։ Ու հունական կայսրությունը սկսվում է մի հատ հզոր թագավորով, որը ներկայացված է այստեղ մեծ եղջյուրով։ Սկսվում է արդեն մեկնաբանությունը, հա։ Այդ մեծ եղջյուրը պատմության մեջ արդեն ասացի հայտնի է որպես Ալեքսանդր Մակեդոնացի։ Ու այս մեծ եղջյուրը խորհրդանշում է Մակեդոնացուն, ով շատ արագ կարողացավ իր նվաճումները անել ու այդ թվում նաև պարսկական տիրապետությունից աշխարհը ոնց որ անցկացրեց իր տիրապետության տակ։ Ուրեմն մեր թվարկությունից առաջ 334-ից 331-ին Ալեքսանդրը Ասիա է արշավում ու հաղթանակներ է տանում, շատ մեծ հաղթանակներ։ Ու պարսիկների նկատմամբ 3 ճակատամարտերում երկուսը հիմա ոնց որ sense հիշելով կմեջ բերեմ Իսոսի ու Գավգամելայի ճակատամարտերը սրանք մեծ բաներ է մարդիկ դպրոցում անցնում են, այսինքն բոլորս գիտենք սրա մասին։ Ու դրանով ինքը փոխում արդեն ոնց որ պատկերացնեք, չէ՞, ոնց որ կռիվը այդ կենթանիների միջև գետի ափին։ Ինքը այս պատերազմների միջոցով իշխանությունը փոխում, արդեն նրա եղջյուրը կոտրվում է, ինքն է սկսում իշխել։ Ու այս հաղթանակի արդյունքում Աքեմենյանն այս կայսրությունը կործանվում է ու հսկայական իր կայսրությունն է ինքը ստեղծում, որ իրականում շատ մարդիկ չեն պատկերացնում ինչ ահռելի էր կայսրությունը Հունաստանից մինչև Եգիպտոս, Հնդկաստան, հիմիկվա մեր մինչև Տաջիկստանի, մոտ հասնում է, պատկերացնում եք մարդը ինչքան արշավանք է արել ու ինչ մեծ հսկայական կայսրություն ա դրել։ Ու այստեղ ասում է, որ իր մահից հետո դա տեղի ունեցավ 323 թվականին, կայսրությունը չի պահպանվում մի առաջնորդի տակ։ Դա մենք գիտենք պատմությունից ու երբ մեծ եղջյուրը կոտրվում է փաստորեն, սկսվում է երկար պայքար իշխանության համար։ Իմիջիայլոց բացի պատմության գրքերից կարող եք, եթե հետաքրքիր է, Մակաբայցիների գրքերը խոսում են այս ամեն ինչի մասին։ Այս ինչ որ խոսում են կոնկրետ առաջին Մակաբայցիների գիրքը Պարականոն գիրք է։ Հերյական պատմությունն է, տաճարի ազատագրման հենց այս ամեն ինչն է քննարկվում այնտեղ ու կոնկրետ այս փոքր եղջյուրի մասին էլ այդտեղ կա խոսակցություն։ Ու մենք տեսնում ենք իր կայսրությունը բաժանվում է 4 մասերի, բայց տեսիքի համար կարևոր է միայն մեկը արևելյան հատվածը, որի մայրաքաղաքն էր Անտիոքը ու հենց Անտիոքի ոնց որ իշխանության տակ էլ մտնելու էր Հրեաստանը մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում։ Ու իշխանությունը Ալեքսանդրի բաժանվում է իր 4 գեներալների միջև, որոնք Դանիելի մեր 8-ի 22-ում ներկայացված են որպես 4 եղջյուր։ 4 եղջյուր։ Ու
Իրանք իրենց անունները ունեն, որոնք ես իմ մոտ ունեմ գրանցած, բայց մեր համար կարևոր է Սելևկիոսը, հա, Եգիպտոսի իշխանը, որից եկավ այդ փոքր եղջյուրը։ Ուրեմն այս հանդուգն թագավորը 23-րդ համարը եթե նայենք, 23-րդ համարի մեջ ես եկած հանդուգն թագավորը գալիս էր հենց Սելևկյաններից։ Ու ինքը իշխում է 175-ից 164 թվականների մեր թվարկությունից առաջ։ Խոսքը Անտիոքոս 4-րդի մասին է, Եփիփանես իր ոնց որ ածականը ինքը ասեց ինձ կկոչեք, նշանակում է Աստված մարմնի մեջ, սենց է ինքը իրան կոչում, Անտիոքոս Եփիփանես։ Ու հրյաները իր մեջքի հետևը իրար մեջ խոսելուց իրան մի տարի փոփոխությամբ ուրիշ բառ էին ասում, մի տարի փոփոխությամբ խենթ էր նշանակում էր այդ ածականը, հա։ Հիմա որ արտաբերեմ կողոց ճիշտ չեմ, բայց ես հիշում եմ, որ մի տարի փոփոխությամբ ասում էին ուրիշ բան, ոնց որ բնականաբար իրան տենց չէին դիմի, որ կամ իր մասին տենց չեն խոսա իրար մեջ, որովհետև գիտեին, որ դա խելագարություն է, տենց հայտարարություն անել է։ Բայց այս մարդը սենց բան արեց, իրեն ինքը աստվածացնում էր ու բացայտ անգամ մետաղադրամներ է թողարկել, որի վրա այս իր կոչումը կար։ Ու ինքը իշխում է, հա, այս թվականներին արդեն նշեցի, որ թվականներին ու դառնում է դաժան հակահրեական քաղաքական մի հատ գործիչ։ Պատմության մեջ շատ կա իր մասին տեղեկատվություն, թե ինքը ինչ դաժան մարդ էր, ինչ արեց ու իր օրոք փորձ արվում ուժով հելենացնել հրեաներին, մասամբ ինքը կարողանում է դա անել։ Անգամ բանը քահանապետը, որ Հեսու է իր անունը դինում, եբրայերեն անունն է, չէ՞։ Փոխում է իր անունը, հա, հունարեն անունի է փոխում։ Պատկերացնում եք հելենացնում է, ինքը կարողանում է հելենացնել անգամ այս մարդուն։ Ու շատ հրեաներ են իրականում գնում հելենականության հետևից, որ ուղղակի հարմարվեն, որ չմեռնեն, բայց նաև Աստված ունի բնականաբար բոլոր դարաշրջաններում իր մնացորդը։ Ու հրեաներին ինքը արգելում է պաշտեն, արգելում է օրենքները, տեսեք ինչ բնութագրեր է գրած իր մասին։ Այս ամեն ինչը պատմության մեջ արդեն տեղի ունեցել։ Ինքը արգելում է օրենքները, այնտեղ պատմության մեջ բան ունենք, որ մի կնոջ որ երեխային փոքր ժամանակ պետքա թլպատի իր հետ շատ վատ է մի խոսքով վերաբերում, չի թողում որ տենց բան անի։ Չէ՞ որ Աստծո օրենքով էր դա տրված։ Շաբաթը պահելուց մարդուն բռնում էր, աշխատացնում էր ինադու, որ այսինքն բղծվի էլի իր պահած շաբաթը։ Մի խոսքով, այս մարդը սենց հակահրեական քաղաքականություն էր վարում ու վերջապես չեմ ասում, մեր թվարկությունից առաջ 167 թվականին մտնում է տաճար ու հեթանոսական զոհ է մատուցում, հա, Զևսի խոզա դնում զոհասեղանի վրա ու մատուցում է։ Ու դրանով բղծում է տաճարը։ Ու այս իրադարձությունները արդեն հանգեցնում են այս մակաբայցիների ապստամբություններին, վերջապես իրանք կարողանում են, հա, ազատում են տաճարը։ Ու տեսեք, ապոկալիպտիկ այս գրականության մեջ սովորական է պատմության sense կրճատ նկարագրել։ Հիմա որ մենք խոսանք, շատ կխոսանք, ես շատ մանրամասներ կարող ասեմ, բայց ես հատուկ եմ աղբյուրներ ասում, եթե հետաքրքիր է դուք կարաք ուսումնասիրեք հետո։ Բայց իր նպատակը ամբողջ մանրամասնությունները ասելը չի, ինքը կարևոր իրադարձություններն ընտրում, որ քեզ ցույց տա, թե ինչ է տեղի ունենալու մինչև այդ իր ասած վերջը։ Ու երբ մեղքը հասնի իր լրիվ չափին, այս արտահայտությունը կա, հա, ու այս թագավորը կբարձրանա։ Այսինքն Աստված սպասում է, որ մեղքը ընթացքի մեջ է ինքը միանգամից չի տալիս հատուցումը։ Շատ մարգարեներ են ուղարկված հրեաներին, որ իրանք հետ ունեն իրաց ճանապարհներից։ Բայց երբ որ հասնում է իր չափին, մեղքը այս թագավորը բարձրանում է։ Ու Աստված իր դատաստանը բնականաբար իր ողորմությամբ հետաձգում է։ Բայց փաստորեն տեսնում ենք, որ կա չափ, որ Աստված սահմանել է իր մտքի մեջ ու տեղի ամնում արդեն վերջը, երբ որ այդ չափը գալիս է։ Ու այս իշխանի նկարագրության մասին երկու բառ ասենք, որ իր նկարագրությունը շատ ցենց ընդհանրական է, որտեղ ինքը կարող կիրառվի պատմության մեջ մի քանի դեմքերի կամ քաղաքական առաջնորդների վրա։ Մենակ այս մարդու մասին չի խոսքը։ Առաջնային իմաստով այն ինքն էր, բայց մենք գիտենք, որ այս հատկանիշները, որ գրած է, կարան սրանով նկարագրվեն ուրիշ, հա, նաև առաջնորդներ, ովքեր որ հակաքրիստոնեական քաղաքականություն են վարում պատմության մեջ։
ու ինքը հասնում է մարդկային շատ զոհերի գնով իր նպատակներին, Աստծո ժողովրդի վրա հարձակվում է, իրան հա Աստծո տեղն է դնում, այստեղ տեսնում ենք, ու իր բնավորության ավելացվում են 25-26 համարներում նաև սրանք՝ դաժանություն, Աստծո հանդեպ առհամարանք, հա, խորամանկություն, խաբեություն, ինքը խելացի իշխան է լինում, մեծ ինքնագոհություն, սենց ունենում է հակա աստվածային սենց դիրք, բայց ինքը չի լինում միամիտ, ինքը լինում է խորամանկ, մութ բաներ ասում է հասկացող, չէ։ Ու ինքը կբարձրանա իշխանների իշխանի դեմ, բայց երբ որ կբարձրանա, հենց այդ պահին միանգամից ինքը կկտրվի։ Փաստորեն իր չափն էլ ստեղ է մինչև դրված։ Ու այս նկարագրությունը կարճ է, տեսեք, ինքը շատ բան չի ասում։ Այս Մակաբայեցների գրքից, եթե չեմ սխալվում, 1000 տարի առաջ եմ կարդացել։ Այնտեղ հատված կա, որ նկարագրվում է, ինքը գնում է ինչ-որ տենց հեռավոր տեղում ու ոնց որ ինքը իրան է մահանում, սենց ասում, իրան չեն սպանում։ Ու ոնց որ հեղինակը ասում է, Աստված իրան զարկեց, սենց չեմ հիշի կոնկրետ, բայց ոնց որ ասում է, որ դա Աստված է անում, հանկարծակի, իրան ոչ մեկ չի հաղթում, էլի։ Սենց, ուզում ասեմ, այդ չափը երբ որ հասնում է, ինքը գալիս է արդեն իր վերջին։ Նկարագրությունը կարճ է, բայց այս սրանով է ինքը սիրում, որ իրական երբ որ մենք տեսնում ենք հետագայում այս մարդու կյանքը, որ գալիս արդեն այս դարաշրջանը, ինքը մեկին մեկ համապատասխանում այս կերպարին։ Ու Բաղդասարի երրորդ տարում Երուսաղեմը հələ ավերակների տակ էր ու վերադառնալու վերակառուցելու հույսերը իրականություն չէին դարձել։ Դրա համար տեսիլքը վերաբերվում է ավելի ուշ ժամանակին, մենք դա հասկանում ենք, կործանումը վերականգնում այդ տաճարին։ Դրա համար էլ այստեղ ասում է, որ փակիր կամ պահպանիր կամ կնքիր, խի որ ըստ երևույթին որ չօգտագործվի այս տեսիլքը սխալ, հա, նպատակներով։ Ու 27-րդ համարում մենք տեսնում ենք, որ Դանիելը հիվանդանում է մի քանի օր ու ուժասպառ է լինում։ Հետո շարունակում է թագավորի գործերը, այս է ասում, որ վերջում կանադառնամ այդ մայրաքաղաքի հետաքրքիր, հա, տարակարծությանը, որ ասում է շարունակեց իր թագավորության գործերը, թագավորական, ինչից մենք կարանք հասկանանք, որ ինքը այդ Շուշանում գտնվելը տեսիլքային էր, ինքը գտնվում էր իրականում Բաբելոնում, ինքը նելավ ու սկսեց թագավորի գործերով ասեմ, մի հատ բան կա։ Ու Դանիելը խորապես ապշած էր իր տեսիլքից, իր վրա սա շատ ազդել էր, դրա համար ինքը հիվանդանում է սրանից։ Ու տեսեք, ստեղ վերջանում արդեն Դանիելը չի անվանում 4-րդ թագավորությունը, բայց մենք գիտենք, որ պատմականորեն դա հռոմեական կայսրությունն էր, որը փոխարինում էր հունականի, ոնց որ հունականը փոխարինեց մանրապարսկականի։ Ու վերջին, հա, այս երկու ժամանակաշրջանի նման ըմբռնումը, այս տեսակետը, որ ես ասում եմ, պահանջում է, որ 8-ի մեջ ստեղ տեսած մեր փոքր եղջյուրին, որը աճում է այծի եղջյուրներից մեկից, տարբերակվի 7-ի 8-ում հանդիպող փոքր եղջյուրից, որը դուրս է գալիս Գազանի 10 եղջյուրներից։ Այսի պետք է ուշադիր լինել։ Եթե դու սենց ես մտածում, որ 3-րդ 4-րդ թագավորությունները ովքեր են, այս նկարագրածս ձևով, ուրեմն այս փոքր եղջյուրները նույնը չեն։ Մարդիկ կան, կարդում են երկու տեղներ փոքր եղջյուր, մտածում են նույն մարդն է, բայց ժամանակաշրջանը չի բռնում։ Նրանք ունեն մակերեսային նմանություններ, ճիշտ է, բայց ինչի համար պետք է ճիշտ չլինի, որ եթե հակաքրիստոնեական իշխանությունը միշտ նույն ձև է ինքը գործում։ Ունեն նմանություններ, բայց դրանց միջև շատ տարբերություններ կան։ Սկսած նրանից, որ իրանք տարբեր ժամանակաշրջանի են պատկանում։ Հա, իրանք մեկը Հռոմից է, մեկը Հունաստանից է փաստորեն։ Ու այս փաստը ինչ է մեզ նաև հետաքրքիր բան ցույց տալիս, որ ես միշտ ասում եմ, եկեք պրինցիպի վրա կենտրոնանանք, ամեն ինչի մեջ պետք է սկզբունքը, պրինցիպը տեսնենք, ու ինքը մեզ կօգնի մեզ հետագայում կիրառություններ հանենք, չէ, հատվածից։ Ու այս փաստը ցույց է տալիս մի բան, որ մենք ստեղ ծանոթանում ենք կրկնվող պատմական երևույթի հետ։ Ինքը մի բան է, որ մենակ մի անգամ չի տեղ ունեցել, ինքը կրկնվող երևույթ է։ Ու ինքը խելացի, բայց անողոք, դաժան համաշխարհային բռնապետը, որի հետ մենք ստեղ ծանոթանում ենք, որը ոչինչի առաջ կանգ չի առնում իր նպատակներին հասնելու համար, նաև այնտեղ տեսանք, տարբեր ժամանակաշրջաններում այս ամեն ինչը կա։ Ու գրքի ասելիքը որն է մեզ, որ նման կառավարիչները այո կան, բայց ի վերջո իրանք չեն կարող հաջողության հասնել։
Իրանք չնայած խոսում են ու գործում են մեծամտորեն, խոսում են ու գործում են Աստծո ժողովրդի դեմ, Աստծո եկեղեցու դեմ, կարողանում են իրան հալածել, բայց իրանց վերջը բնականաբար սահմանված է միանշանակ իրանք իշխանեն վնաս պատճառեն շատերին, իրաց վախճանը անխուսափելի է, ու իրան ժամանակ է տրված։ Ու արդեն մենք այսքանով կավարտենք մեր 8-րդ գլուխը, հաջորդ անգամ փորձենք արդեն 9-րդ գլխից շարունակել դերը կամենա։